Արև ձեզ ազատության զրուցակիցն է Անի կենտրոնի ղեկավար լրագրող Թաթուլ Հակոբյանը, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք։ Երեկ Միացյալ Նահանգների նախագահը նորից հրապարակել է Վաշինգտոնյան հայտնի լուսանկարը, ինքը Ալիևը եւ Փաշինյանը ու գրել է, որ հավերժական խաղաղություն է հաստատել այս երկրների միջև։ Դա այդպես է։ Չէ, այդպես չէ, որովհետև խաղաղությունը շատ դժվար է հաստատվելու հաշվի առնելով հայ-ադրբեջանական 100-ամյա արյունահեղությունները, որ եղել են 1905-6 թվականներից սկսած, բայց ավելի ասում եմ մոտենալ 90-ականներից սկսած այնքան արյուն է թափվել, այնքան արյունոտ է այս երկու հարևան ժողովուրդների անցյալը, որ դա այդպես մի թղթով չես կարող էլի այդ ամեն ինչը ծածկել, բայց սրանով ես չեմ ուզում, ինչ ասեմ, նվաստացնել այն համաձայնությունը, որ կնքվել է Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների բարձր ներկայությամբ եւ հովանավորությամբ։ Դա այդպես չէ, որտեղ խաղաղության համար պետք է շատ եռանդ թափել եւ դրա համար պետք է եռանդ թափեն ոչ միայն երկու կողմերը, այլ նաեւ երկու կողմերի մի կողմ եմ թողնում, որ խանգարողներ չպիտի լինեն, որտեղ մենք դեռ չգիտենք, էլի դեռ խանգարողները առայժմ լուռ են, բայց որ նրանք խանգարեն, դա ընդհանրապես կարող է կյանքի չկոչվի, բայց եթե խանգարողներ չլինեն, ոչ միայն երկու հանրություններ, այլ նաև երկու հանրության, այսպես ասեմ, հա, 3 շերտեր, էլիտաները, չգիտեմ, քաղաքականություն մշակողներ, իրականացնողներ եւ վերջապես սովորական մարդիկ։ Դա հեշտ չի լինելու, բայց այլընտրանք չկա այս պահին։ Պարզ է, որ դա տասնամյակների հարց է, բայց ինքնին այն, որ նախաստորագրվել է Սպիտակ տանը Թրամփի ներկայությամբ վկայություն է, չէ, որ Ալիևն այլևս չի գնա պատերազմի, թե դա էլ չկա։ Չէ, այդպիսի բան չկա։ Համաշխարհային պատմության մեջ լիքն են դեպքերը, երբ որ կողմերը ստորագրում են փաստաթուղթ, բարեկամություն են անում, հետո մի օր այդ թուղթը պատռում են եւ իրար վրա հարձակվում են եւ արյուն է թափվում, այդպես չէ, դրա համար եմ ասում, որ պետք է աշխատել, բայց սա կարևոր փաստաթուղթ է, որպեսզի Ադրբեջանը առաջիկայում չհարձակվի կամ մասնակի ներխուժումներ չանի Հայաստանի սուվերեն տարածքում, ինչը արել է 44-օրյա պատերազմից հետո։ Դա կարևոր է այդ իմաստով եւ դա անգամ հասկանում են Նիկոլ Փաշինյանի ամենակույր քննադատները, ես այսպես ասեմ, էլի դա բոլորն են հասկանում, որ դա իրավամբ կարևոր փաստաթուղթ է այդ եւ Հայաստանի համար շնչելու եւ խորհելու որոշակի հնարավորություն է տալիս։ Այդ դեպքում ինչու չստորագրվեց Շատ պարզ պատճառով չստորագրվեց, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանից քամելու են ամեն հնարավոր ինչ որ հնարավոր լինի քամեն։ Ինչ։ Շատ բաներ, լիքը բաներ։ Հիմա ձեր մոտ գալուց առաջ ես մոտավորապես մի ժամ ազատ ժամանակ ունեի եւ վաղուց, քանի որ հիմա Երևանում չեմ ապրում, գրախանութ մտա եւ գրքերն էի նայում եւ մտովի իմ առաջ գրքեր էին դրված, այդ գրքերը օրինակ կարող է հետագայում լինեն պրոբլեմատիկ եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով, օրինակ, այդ գրքերը կարող է հավաքվեն գրադարակներից։ Ես հիմա բերում եմ շատ ավելի բան, օրինակ, դրան դեռ հասնելու համար դեռ շատ կնիքի պատմությունը նկատի։ Հա, կնիքի պատմությունը, չգիտեմ, սահմանադրությունը, որ չի ստորագրվել, որովհետեւ Հայաստանը պետք է ստանձնել է պարտավորություն եւ ասել այդ պարտավորությունը կկատարի։ Եվ Հայաստանը լավ օրից չի, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները կատարում են։ Ճիշտ է, իշխանությունները եւ նրանց քարոզչական թիմերը լծվել են մի բանի, որ ցույց տան, որ դեսա մենք ենք անում, ու հասկանում եմ ինչ են այդպես անում, որովհետեւ հաճելի չի էլի, որ հակառակորդ երկրի պետության ղեկավարի պարտադրանքը դու կատարում ես, բայց եթե մենք ժամանակագրորեն նայում ենք, բոլոր այն պահանջները, որ Ադրբեջանը առաջ է քաշել, ամիսներ անց Հայաստանի իշխանությունները դա ներկայացրել են որպես իրենց նախաձեռնություն։ Կրկնում եմ սրանով, բայց նորից ես չեմ ուզում ուրեմն նվաստացնել կամ ստվերել այն համաձայնությունը, որ կնքվել է։ Սրանք երկու տարբեր բաներ են։ Այս մեկը այդքան հեշտ կատարվող նախապայմանն է, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ ընկնի եւ այո քարոզի, շատ ձայն է պետք։ Հա, համաձայն եմ եւ այստեղ ես լուրջ վտանգներ եմ տեսնում, վտանգներ ինչ բանով։ Ես հիմա չգիտեմ անկեղծ ասած հանրաքվեն ու ընտրություններ իրար հետ են արվելու թե չէ։ Ոնց որ թե չէ։ Ոնց որ թե չէ, հա։
եւ շատ դժվար է լինելու, մյուս կողմից պետք չի հավատալ ուրեմն եթերներում խոսող մարդկանց կարծիքով բան անել, թե մեր հանրությունը ինչ է սպասում։ Ես մարդ, որ հողի վրա ամեն օր շփվում եմ մարդկանց հետ, մարդիկ խաղաղության ծարավ են, ամեն գնով, եւ այս պայմաններում կարծում եմ, որ այո, հնարավոր է, որ թեև նաեւ շատ դեմ մարդիկ են լինելու, բայց չեմ բացառում, որ առանց կեղծիքների դա հնարավոր կլինի։ Կրկնում եմ, սա բացառապես իմ շփումների բանով եմ նայում, որտեղ մարդիկ հոգնել են պատերազմից, մարդիկ խաղաղություն են ուզում եւ գիտեք, շատ դեպքերում մարդկանց հիմա բան են անում, վիրավորում են, ասում են, դե այդ չեք դուք օրինակ, բա թասիբ չունեք, ոչ մի բան չունեք, բանը սպառող հասարակություն եք եւ այլն, բայց մյուս կողմից մարդիկ ուզում են որոշակի խաղաղություն։ Մենք այնքան երկար ժամանակ մտանք պատերազմի մեջ, այնքան երկար այդ պատերազմը մեզանից տարավ մեր երեխաներին, մեր ծնողներին, մեր թոռներին, հա, այսինքն 3 սերունդ այս ազգը եւ գլխավորապես Հայաստանն ու Արցախը, որը ցավոք այլևս չկա, այնքան շատ բան տվեցին, որ հոգնեցին, հասկանում եք, հոգնեցին ուղղակի եւ մարդիկ այս պահին կասկած չունեն, որ խաղաղություն են ուզում։ Այդ ճանապարհին մյուս խնդիրը սահմանագծումն է, մասնավորապես Հայաստանի օկուպացված տարածքները, որ եթե այդ հարցը չլուծվի, այդ հարցը չի լուծվելու եւ նրանք ովքեր սպասում են, որ ստորագրելուց հետո գալու է քարտեզով հետ քաշվի։ Չէ, ես որոշակի նաեւ տեղեկություն ունեմ, որ բոլոր են տեղերում, որտեղ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, դա միջև 100 կետ կա, որ իրանք ներխուժել են, իրենք ներկայացնելու են իրենց քարտեզները եւ իրենց հիմնավորումները։ Դե մենք էլ մեր հիմնավորումներն ենք ներկայացնելու եւ դա լինելու է շատ երկար ժամանակվա անկայունության օջախ, որ միշտ դուք տեսեք, Հայաստանն ու Վրաստանը, որոնք բարեկամական երկրներ են, իրենք չեն կարողանում սահմանի մոտ 50% կամ 40% սահմանազատ են մի հատ բլուրի համար, իրար ասում են, չէ, այս բլուրն իմն է, ասում է, այս բլուրն։ Նույնը Վրաստանը եւ Ադրբեջանը։ Նույնը Վրաստանը եւ Ադրբեջանը, այո։ Ուզում եմ ասեմ, դա հեշտ չի լինելու, բայց դա ավելի հեշտ է լինելու խաղաղ պայմաններում։ Միակ պայմանը խաղաղ պայմաններն է։ Եվ դա տարիների ժամանակ է պահանջելու։ Իդեպ չգիտեմ, այդ հարցը տալու եք թե չէ, նույնը գերիների հետ մեր այնտեղ պահվող գերիների պատանների հետ հարցն է, որ տեսեք շատերը բան են անում, քննադատում են իշխանություններին, որ ոչինչ չեն անում։ Ես ասեմ, որ այս հարցում համաձայն չեմ քննադատների հետ, Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր մակարդակի հանդիպումներում այդ հարցը առաջ են տանում։ Սա Ադրբեջանի համար շատ զգայուն թեմա է եւ Ադրբեջանը չի կարողանալու մի օրում այսպես բաց թողնի, բայց ես համարում եմ, որ ամենակարճ ճանապարհը այդ 23 պահվող անձանց հետ բերելու դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Այդ ճնշումները, ինչ որ իրավաբաններ են հայտնվում, կոչեր են անում, ինչ որ խորհրդարներում թղթեր են շրջանառում, կոչեր են, չէ՞, դրանք 0 բան ունեն եւ ամենակարևոր որ խթանը դա կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը։ Ահա այդ պայմաններում է, որ իհարկե նրանց մի մասի դուրս բերումը շատ ավելի դժվար է լինելու, բայց մեծ մասի դուրս բերումը ես կարծում եմ, չգիտեմ, արագ դատավարություն կանեն համաներումով բանով շատ շուտ հնարավոր է հետ բերել, բացի մի քանի պրոբլեմատիկ Ադրբեջանի տեսանկյունից, բայց սա է ճանապարհ, ուրիշ ճանապարհ չկա։ Չէ, դե քննադատությունն ավելի շուտ այն մասին է, որ Ալիևը խաղաղություն չի ուզում, հակառակ դեպքում այդ խորհրդանշական քայլը կաներ, Թրամփի ասելուց հետո մի քանիսին տուն կուղարկեր։ Դե նայեք, հիմա ես չեմ եկել այստեղ, որ Ալիևին պաշտպանեմ, բայց պետք է նայել նաև հակառակորդի աչքերով, իրենք երկար տարիներ, մենակ այդ հարցում չէ, ուրեմն ինստիտուցիոնալ կերպով ռասիզմ եւ հայատյացություն են քարոզել եւ իրենց համար այդքան հեշտ չի էլի միանշանակ։ Մենք այդ ճանապարհը շատ ավելի հեշտ ենք ոնց որ թե անցնում, ես նկատի ունեմ սիմվոլիկայից հրաժարվելը, որովհետեւ պարտված կողմն են եւ չենք կարող շատ բանել անել։ Ադրբեջանական կողմը շատ ավելի դժվար է դրան գնալու, բայց հիմա
ես ձեզ հարց տամ, դուք չեք նկատում, որ մի քիչ Ադրբեջանը այդ ռազմական հռետորաբանությունը այս անգլերենով ասած tune down է, այսինքն մի քիչ չեք զգում դա։ Ես օրինակ զգում եմ։ Հիմա շատերն ասում են, չէ, բան չի փոխվել, ես տեսնում եմ, որ փոխվել է, չէ։ Իհարկե շարունակում են անել հայտարարություններ, որ Հայաստանի Հանրությանը նյարդայնացնում է, վիրավորում է, նվաստացնում, բայց որոշակի բան է փոխվել։ Դրա համար եմ ասում, շատ դժվար է լինելու այս ճանապարհը անցնելը։ Լավ կլներ, որ այս ճանապարհը մենք անցնենք հաղթածի կարգավիճակում, դա չլսեցինք, այն մարդիկ, ովքեր այդ մասին խոսում էին, ազգի դավաճաններ էին, դե էս է հիմա, էս էինք ուզում, այսպես պարտված վիճակով կանցնենք այս ճանապարհը։ Այդ ճանապարհի վերջին արգելքը, որ հայաստանյան ընդդիմությունն է ասում, Արցախի հարցը չի լուծվել, 100,000 մարդ անտուն է, դուք ասում եք խաղաղություն։ Շատ դժվար հարց է։ Ընդդիմությունը պատկերացնում է ոնց է լուծելու 100,000 մարդկանց հետ վերադարձը, որ Արցախ, որը հայկական իշխանության վերահսկողության տակ էր, թե մի Արցախ, որը ադրբեջանական վերահսկողության տակ է ամբողջությամբ, բոլոր տեղանունները փոխված, եւ Ալիևը կարող է ասել, հա, եկեք, բայց ընդունեք քաղաքացիություն, ընդունեք մեր լեզուն, օրենքները եւ ապրեք։ Գիտեք, պետք է անկեղծ լինել մեր հանրության հետ եւ չշարունակել, ինչ ասեմ, այդ հայրենասիրությամբ դա հայրենասիրության վաճառականներ են, ես այդպես կարող եմ ձևակերպել։ Չի կարելի մարդկանց էմոցիաների վրա խաղալ եւ ասել, որ դուք գիտեք ինչ կա, որ մենք գանք իշխանության, դուք հետ եք վերադառնալու։ Պետք է անկեղծ լինել եւ ասել, ես եմ գոնե այդպես կարծում, որ այսօր Հայաստանը այդ հարցը առաջ չի տանում, որովհետեւ չի կարող դա առաջ տանել, բացի այդ նաև վախ ունի, որ հայելային Ադրբեջանը պահանջում է, որ Ադրբեջանից հեռացած ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Եվ ես այստեղ իրոք մեծ վտանգ եմ տեսնում, որովհետև ադրբեջանցիները հետ են գալու, իսկ մերոնք չեն գնալու։ Եթե նույնիսկ նույնական պայմաններ ստեղծվեն։ Օրինակ, եթե ասվի, որ Ամասիայի այսինչ գյուղի ադրբեջանցի 500 ընտանիքը վերադառնում է եւ 500 հայ ընտանիք էլ վերադառնում է Ադրբեջան, ես կասկած չունեմ, որ ադրբեջանցիները վերադառնալու են կամ ավելի հեշտ են վերադառնալու, քան հայերն են գնալու։ Այսինքն այստեղ լուրջ ականներ կան դրված։ Երկրորդ, Ադրբեջանը դա չի ուզում եւ ինչ է անում։ Ինքը ասում է, հա, եկեք, բայց դե այնպիսի պայմաններ ա դնում, որ ոչ մեկը չի գնա։ Բայց ամենա ընդդիմությունից մեր բացի այս բառը թույլ տվեք օգտագործեմ, երկերեսանի միջազգային հանրության կեցվածքն է, որը նույնպես չի ուզում, որ արցախցիները վերադառնան, որովհետև իրենց համար սա չասեմ իդեալական, բայց մի տարբերակ է, որը գոհացուցիչ է, եւ թեման փակել են, հա, ու հանկարծ մեկ էլ տեսնում եք ինչ-որ խորհրդարանում խոսում են դրա մասին, էլի, եւ դրան այստեղից տոն է տրվում, եւ ցավալի է, որ Արցախի հարցը դարձել է հայդատի մի մաս եւ հայդատի ինդուստրիան, որը տարիներ շարունակ աշխատել է, ուրեմն արևմտյան Հայաստան վերադարձի այդ խապկանքի վրա, հիմա տեղափոխվել է մեկ այլ դաշտ է բացվել եւ ցավալի է, որ դրանում ներգրավված են նաեւ Հայաստանի բարձրաստիճան, շատ բարձրաստիճան նախկին դիվանագետներ եւ պաշտոնյաներ։ Ես այս պայմաններում չեմ տեսնում հնարավորություն, այսինքն Հայաստանը չի ուզում, չի կարողանում, Ադրբեջանը չի ուզում, միջազգային հանրությունը չի ուզում, ես վստահ եմ, որ արցախցիներն էլ չեն ուզում, որտեւ եթե արցախցիներն ուզող էլ կա, չէ, դուք պետք է շատ ազնիվ լինեք եւ ասեք դու որ Արցախ ես վերադառնալու, հասկանում եք, պետք է շատ ազնիվ այդ մարդկանց ասել։ Հակառակ դեպքում ես կարծում եմ, որ այո, արցախցիները պետք է հաստատվեն այս պահին Հայաստանի Հանրապետությունում։ Դուք ասացիք խանգարողների մասին զրույցի սկզբում Ռուսաստանն է, պարզ ասում եմ, այո, Ռուսաստանն է եւ սա ես ասում եմ ոչ թե նրա համար, որ ռուսներին չեմ սիրում եւ այլն, այլ ռուսական գործոնը մեր մոտ շատ է թերագնահատվում եւ արդեն սպիսատ են արել, այսպես ասեմ, ռուսներին, մտածելով, որ Ռուսաստան այստեղ չկա եւ այն բառապաշարը, որ օգտագործում է Ռուսաստանի հասցեին, իմ համար մի քիչ անընդունելի է։ Ես հասկանում եմ, որ ռուսական կողմից շատ ավելի տգեղ, ոչ կոռեկտ բառապաշար է օգտագործվում, բայց պետք է հասկանանք, որ Ռուսաստանը դա կարող է մարսել։ Մենք չենք դա կարող մարսել եւ պետք չի ժամանակից շուտ մտածել, որ ռուսները այստեղ այլևս չկան, Ռուսաստանը այստեղից հեռացել է, պետք է հիշել, որ
Ինչքան էլ ցավալի է այդ մասին ասել, պետք է այդ մասին գոնե մեր մակարդակում Կարլեն ի վերջո մենք լրագրողներս, լրատվամիջոցներս, ես վերջերս գիտեք ինչի վրա եմ միշտ բռնում, որ մենք լրատվամիջոցներս եւ լրագրողներս այս պարտության մեջ մեղավոր ենք, որովհետեւ շատ ագրեսիվ կերպով մենք օրինակ չդատապարտեցինք, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց եւ սադրեց, ասելով որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք լռեցինք։ Ավելին մենք դա տարածում էինք որպես ինչ հայրենասեր մարդ է։ Մենք լռեցինք լրագրողներս եւ լրատվամիջոցներս, երբ որ Նիկոլ Փաշինյանը Սևրի թուղթներ թափահարում բանի մասին էլի որ 100-ամյակ էին նշում։ Մենք լռեցինք, երբ որ Ալեն Սիմոնյանն ու Պապիկյանը, Պաշտպանության նախարարն ու Ազգային ժողովի նախագահը գնում են եւ նուրը սենց ձեռքներին աղդամում նկարվում են։ Մենք այդ ամեն ինչը մենք լռել ենք եւ մենք էլ մեր մեղքի բաժինը ունենք։ Հետեւաբար այսօր այս պայմաններում մենք նույնպես չպիտի լռենք։ Մենք պիտի ասենք բաներ, որ մյուսները վախենում են ասել, որովհետեւ իրենք ընտրազանգված են գործում։ Մենք քաղաքական օրակարգ չունենք։ Մենք պետք է կարողանանք հանրությանը ասել բաներ, որ մյուսները չեն ասում։ Եվ պետք է ասել, հիմա Ռուսաստանի մասին եմ ես նույնն ասում։ Այս Հայաստանի Հանրապետության հիմքում Արմյանսկայա օբլաստն է, որը ձևավորվել է 1828 թվականին, երբ որ ռուսները նվաճեցին Արևելյան Հայաստանը Պարսկաստանից, գրավեցին Երևանը, եւ ռուսները հեշտ դրանից չեն հրաժարվելու։ Եվ հիմա մտածել, որ Ռուսաստանը այլևս այս տարածաշրջանում չկա, դա շատ վտանգավոր է։ Նույնը արվել է 1920 թվականին։ Ես գիտեմ, եթե հանկարծ ռուսները մեզ ցավալի հարվածներ հասցնեն, պատրաստ կա ասելու են, դե հա, հերթական անգամ ռուսները մեզ դավաճանեցին։ Դա բացատրություն չէ։ Դու պետք է անես քայլեր, որպեսզի դա տեղի չունենա։ Եվ ամենակարևորը, ռուսները այսօր կարող են մի հատ լարս փակելով Հայաստանի տնտեսություն ուղղակի խեղդամա անել։ Եվ այս իմաստով ես չափազանց կարևորում եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հնարավորինս բերվեն տանելի վիճակի։ Հաջորդ թեման թրիպն է, դուք դա միջանցք կանվանեք։ Բառը այդքան էական չեմ համարում, գիտեք, բառը կարևորը բովանդակությունն է։ Որտեվ զգայուն է Հայաստանում այդ բառը։ Ես ձեր հարցին հիմա մի ուրիշ ձևով կպատասխանեմ։ Կրկին ուրեմն չթերագնահատելով, չնվաստացնելով Վաշինգտոնյան այսպես են փաստաթղթերը, որտեղ այնտեղ կա հայ-ադրբեջանական եւ հայ-ամերիկյան, չէ՞, երկու բան են այսպես միատեղված, հա։ Այնուամենայնիվ մենք պետք է ընդունենք, որ այդ փաստաթղթը գրվել է բացառապես նրա համար, այսինքն միակ շոշափելի կետը հենց այդ միջանցքի կետն է։ Էլի չեմ ուզում հիմա միջանցք բառը, հանգույց ասենք, ճանապարհ, ինչ ուզում ենք ասենք։ Եվ այստեղ խնդիր կա, իհարկե, խնդրեմ կա։ Սա նշանակում է, որ հայկական կողմը ինչ որ բանի, ինչ որ փողզիջման է գնացել։ Եվ ես դեմ չեմ, որ այս գոնե այս ձևով մենք կարողանանք ուրեմն ապաշրջափակումները վերացնենք, որովհետև ես փաստաթուղթը համեմատում եմ ոչ թե անցյալի հետ, ինչպես շատերն են անում։ Մարդկա դեռ մնացել է 97 թվականի փուլայնի վրա, մարդկա Մադրիդյանից կպել է ու պոկ չի գալիս, մարդկա ընդհանուր պետության հետևից է քարշ գալիս։ Կամ նոյեմբերի 9-ի փաստաթղթից ու դրանք այն մարդիկ են, որոնք դավաճան էին համարում։ Ես շատ լավ հիշում եմ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ քննադատում էինք, ես միտեղ ասել եմ, հիմա նույնպես ուզում եմ կրկնել։ Ես ասել եմ, որ նոյեմբերի 9-ի այս ձեր ասած դավաճանական փաստաթուղթը դուք պետք է համեմատեք 2024-ի փաստաթղթի հետ։ Այն ժամանակ 2024 թիվն էր։ Հիմա ասում եմ նույնը։ Այս անընդունելի ձեր կողմից փաստաթուղթը դուք համեմատեք ոչ թե նոյեմբերի 9-ի կամ 97-ի փուլայնի կամ Մադրիդյանի հետ, դուք համեմատեք 2029-ի հետ, որը դեռ չկա, բայց կարող է գալ։ Ու 4 տարի հետո մենք կարողանանք այս խոսակցության մեջ լինենք։ Ուզում եմ ասել, որ սա այս պայմաններում սա չարյաց փոքրագույնն է։ Ես ինչքան էլ որ այս իշխանությունների արտաքին քաղաքական շատ բաներ համարեմ սադրիչ, փնթի, շատ բաներ կարող եմ ասել, ես չեմ ուզում այս հարցում քննադատել Հայաստանի իշխանություններին, որովհետև սա մի փաստաթուղթ է, որը մեզ պարտադրվել է, եւ եթե այսօր դա մենք կյանքի չկոչենք մեր մասնակցությամբ, հաջորդը կարող է ավելի վատը լինել։
Դրա համար ես չեմ ուզում շատ քննադատեմ այս փաստաթուղթը։ Հիմնական մտահոգությունը ձեր օգտագործած ապաշրջափակում բառի վերաբերյալ է, որ չստացվի այնպես թրիպը գործի, իսկ հայաստանցիներն այդպես էլ չկարողանան օգտվել։ Կարող է այդպես էլ լինել, այո, կարող է այդպես էլ լինել։ Ես երեք մի փակ քննարկման ժամանակ եմ ասել եւ հիմա այստեղ բաց ասում եմ, կարող է Ադրբեջանն ու Թուրքիան մեզանից պոկեն ամեն ինչ կամ հնարավոր ամեն ինչ, բայց ելի ամբողջությամբ սահմանը չբացվի։ Օրինակ հիմա ի՞նչն է խանգարում, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացի։ Ինչա պետք մեզ։ Մի ձևական քայլ էլ չեն անում։ Ոչինչ չեն անում, որովհետև զգում եմ, որ մերոնք տալիս են ամեն ինչ։ Երբ որ դու ամեն ինչ տալիս ես, դե ինչի շտապեն։ Էլի կպոկեն, էլի բաներ կպոկեն։ Եվ ընդհանրապես այսօր տեղի ունենում Հայաստանի ապազգայնացումը, դա ակնհայտ փաստ է, եւ տարիների կուտակված այդ այն որ Փաշինյանն ասում էր 60-ական թվականներից, ասում էր ռուսները այստեղ բան են արել, չէ՞, մի սերունդ են, մոտավոր եմ ասում, մեությունն եմ ասում, որ եղել է հակաթուրք, հիմա տեղի ունենում դե լրիվ հակառակ process-ը, այսինքն Հայաստանին ուղակի ամեն սիմվոլիկայից, հիշողությունից գնում է Հայաստանի ապահիշող այդ հայերենում այդ բառը չկա, բերել մի իրավիճակ, երբ որ մենք մեր անցյալի հետ շատ կապեր չունենանք եւ Մասիսի Արարատի հետ կապված այս պատմությունը դրա մի մասն է, բայց ավելի ցավալի բաներ են լինելու, որին մենք ականատեսնենք լինելու առաջիկայում։ Ինչ նկատի ունեք։ Գերբի վրայից հեսա կպահանջեն, հետո էլի շատ բաներ կա։ Ես հիմա մեն օրը Facebook-ում ստատուս էի գրել, Հայաստանի բարձրագույն խմբի ֆուտբոլի թիմերի մեծ մասի անունները այսօրվա ժամանակակից Թուրքիայի տարածքի անուններ են։ Արարատ Արմենիա, Վան, Ալաշկերտ, այնպես որ ամեն ինչ էլ կարող է լինել։ Չեք չափազանցնում, Փաշինյանն ասում է, ինչ ցանկապատից այս կողմը դա է իրական Հայաստանը, եկեք չգնանք։ Հա, ճիշտ է ասում, ես համաձայն եմ դրա հետ եւ այդ թեմայով ես մենք շատ ենք քննարկումներ ունեցել անգամ այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը երևի բանտարկված էր կամ չգիտեմ ինչ գործի էր, բայց դա չի նշանակում, որ սիմվոլիկա հետ կապված մեզ չեն պարտադրելու։ Այն ինչ որ մեր կողմն է հասկանալի է, այո, ես էլ եմ դա ընդունում, այդպես էլ կա եւ դա իրականություն է, բայց եթե մեզնից պահանջեն օրինակ սահմանադրությունից այդ կետ բան, ուրեմն միացման կետը հանել եւ ասենք հռչակագրի 11-րդ կետը հանել, որտեղ խոսվում է արևմտյան Հայաստանի հայոց ցեղասպանության մասին, մենք անելու ենք դա։ Մենք չէ, գոնե այս իշխանությունները դա անելու են։ Ճանապարհին վերադառնալով, եթե հանկարծ այդ փոխադարձ առավելությունը աշխատի, դա նշանակում է, որ հայաստանցին կկարողանա այստեղից արագ մեղրի հասնել Նախիջևանով։ Դժվարանում եմ ասել, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ընթացք ունենա։ Ես շարունակում եմ հավատալ, եւ այդ իմ հավատը գալիս է նրանից, որ երևի շփումների շատ երկար պատմություն եմ ունեցել ադրբեջանցիների հետ։ Գուցե դա է գալիս, որտեղ ես ծնվել մեծացել եմ միտեղ, որտեղ ապրել են ադրբեջանցիներ, Ադրբեջանի Հանրապետության հետ, խորհրդային Ադրբեջանի հետ են շփումները եղել։ Ես կարծում եմ, որ ինչքան էլ մեր այս անցյալը արյունոտ է, եթե շատ այսպես խանգարողներ չլինեն, հնարավորին է շուտ հայերն ու ադրբեջանցիները կարող են փոխադարձ այցելություններ տալ։ Եվ այդ շրջանակներում այո, ինչու ոչ, մենք կարող ենք մեղրի հասնել Նախիջևանի տարածքով։ Ես հասկանում եմ, որ շատ վտանգներ կա։ Գուցե սկզբնական շրջանում շատ դժվար կլինի, բայց Գորիսկապանի, Լաչինի փորձը ունենք։ Հա, փորձը ունենք, այդ փորձերը, այդ դառը փորձերը մենք ունենք, բայց ավելի երկար պետք է նայել եւ հասկանալ, թե այլընտրանքը որն է։ Ասենք, մենք բոլորս կարող ենք, այո, հանգիստ քննադատել, ինչ ասել այս իշխանությունների մասին ասել եւ ասում ենք, բայց դու պետքա լուծումներ առաջարկես, լուծումներ, որոնք լուծելի են եւ ոչ թե երազներ են։ Հիմա սա կրկնում եմ, սա պարտադրված փաստաթուղթ է, Ադրբեջանն ու Թուրքիան մեզ պարտադրում են, թող հեքիաթներ չպատմեն իշխանությունները, որ գնացել են ու 17 կետի համար բանակցել են, որովհետև կարող էր ավելի վատը լինել, ես չեմ թերագնահատում այն աշխատանքը, որ կատարվել է, բայց սա Բաթում 2-ս է, եկեք մենք ընդունենք, սա Բաթում 2-ս է, բայց անգամ Բաթում 2 լինելով, սա չարյաց փոքրագույնն է, որովհետև հաջորդը
ավելի վատն է լինելու եւ պետք չէ մեր ժողովրդին հերթական անգամ ասել որ չէ որ մենք գանք իշխանության մենք ամեն ինչ հետ ենք բերելու եւ վերջաբանի համար Հայաստանը մնում է ժողովրդավարական երկիր 7 տարի է անցել Թավշյա հեղափոխությունից դե եթե ես ասեմ ժողովրդավարական չէ մենակ այն փաստը որ ազատություն ռադիոկայանը կա դուք էլ ինձ հրավիրում եք ու կարող եմ այս եթերից Հայաստանի իշխանությունների ինչ ուզել ասել, ընդ որում ես մարդ եմ, որը չափի մեջ եմ քննադատությունները, դուք կարող եք նաև այլ մարդիկ բերեք, որ այս իշխանություններին կանվանեն թուրք, դավաճան եւ այլն եւ իրանց որևէ մեկը բան չի ասի։ Բայց նաև կան մտահոգիչ միտումներ, որոնց մասին պետք է խոսել։ Եվ դրանցից մեկը օրինակ վերջը մի քանի օր առաջ Հակոբ Կարապետյանի դեպքն էր, երբ որ լրագրողի նկատմամբ այդ բիրտ հարձակումն է եղել։ Դրանցից մեկը նախանշաններից մեկը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, մոտավորապես ասում է պետությունը ես եմ։ Դրանք շատ վտանգավոր, բայց քրեական գործերը, հոգևորականներ, Սամվել Կարապետյան։ Իհարկե, միանշանակ։ Բայց նաև ես չեմ ուզում, էլի, ես շատ սև ու սպիտակացնենք եւ ասենք այնտեղ ոչինչ չկա եւ կամ ասել որ սրանք լրիվ ոչ մի բան չկա չեմ ուզում որտեվ մեր կյանքը սև ու սպիտակ չի ուր մնաց թե այդ բարդ գործընթացները այո միտումներ ես տեսնում եմ բայց մյուս կողմից ես ասել որ օրինակ Հայաստանը ժողովրդավարական չէ եւ նրան համեմատել Ռուսաստանի Բելարուսի, Ադրբեջանի, ես ասում եմ պետություններ, որտեղ ժողովրդավարության նշույլներն են վերածել։ Հայաստանը հիբրիդայինից էլ մի քիչ էլ առաջ ժողովրդավարական պետություն է։ Քանի լրատվամիջոց է գործում այսօր Հայաստանում, որ ինչ ուզում ասում են իշխանությունների հասցնել։ Մենք կարող ենք չէ հաշվել։ Տասնյակ, այո։ Հետևաբար անկեղծ չի, որ մենք ընդդիմությունը դա կարող է ասել, որտեղ ընդդիմության գործը դա է։ Որտեղ ընդդիմությունը միշտ այդպես է, ընդդիմությունը պիտի այդպես էլ ասի, որ այ իրաք սրանք շատ վատն են, որ մենք գանք ամեն ինչ լավ կլինի, բայց մեր գործը դա չի։ Մեր մասնագիտությունը բոլորովին այլ բանի մասին է, դրա համար մենք մի քիչ սև ու սպիտակի միջև բազմաթիվ այլ երանգներ ենք տեսնում եւ այդ երանգների մասին մենք խոսում ենք եւ պիտի խոսենք։ Այնուամենայնիվ Փաշինյանի վարկանիշը վաղուց առաջվանը չէ, ընտրություններն էլ շատ մոտ են, դուք այդ հակակշռող բևեռը տեսնում եք, որ կկարողանա առաջ անցնել։ Դժվար է լինելու, որովհետև ցավոք Հայաստանի ընտրողները ընտրություն են կատարելու պարտվածը Նիկոլ Փաշինյանն է, որը մեր երկրին մեծ աղետներ է բերել, արհավիրքներ է բերել, եւ մերժվածների միջև է, դրանք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ նրանց հետ կապակցված խմբերն են։ Եվ եթե նորից հայ ընտրող նկատի ունեմ այն ընտրողը, որը մտածող է եւ որը մտածում է, ընտրատեղամասեր գնալուց առաջ մտածում է ինչ ընտրություններ կատարել, իր առաջ մերժվածն է եւ պարտվածն է։ Դե հիմա Սամվել Կարապետյանն էլ կլինի։ Հա, եւ լավ կլինի, որ ընդհանրապես նոր խմբեր ձևավորվեն, որ այն մարդիկ, ովքեր ոչ մերժվածին, ոչ պարտվածին ձայն չեն տալու, օրինակ ես, որ մի քվե ունեմ, չէ՞, լինի մեկը, որին կարողանամ ընտրել։ Չգիտեմ, Սամվել Կարապետյանը կլինի, Հայկ Մարությանը գուցե լինի, կամ գուցե այլ խմբավորում ձևավորվի։ Եվ շատ լավ կլինի, որ այս երկու բևեռներից մենք կարողանանք ազատվել։ Մի ժամանակին մենք չէինք կարողանում նախկիններից ազատվել, հիմա էլ այս երկու բևեռներն են, պարտվածներն ու մերժվածները, որ չենք կարողանում, եւ լավ կլինի, որ ձևավորվի մի, այսպես ասեմ, հա, սրանց միջև մի խմբավորում, մի դաշինք, որին մենք կարողանանք ձայն տալ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, մենք զրուցում էինք Անի կենտրոնի ղեկավար լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ։